Սեպտեմբերի 9-ին Հայաստանի պատմության թանգարանի ծննդյան տարեդարձի օրը թանգարանի երրորդ հարկի բոլոր ցուցասրահները բացվել են նոր ցուցադրությամբ։ Այն բավական երկար ու կարևոր ժամանակաշրջան է ընդգրկում։ Վերաբացված մշտական ցուցադրությունը կրում է Քրիստոնյա Հայաստան խորագիրը։ Բացման արարողությանը Մայրաթորի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ Աբեղա Կարապետյանը փոխանցեց ամենայն հայոց հայրապետի օրհնությունը։ Հայր Սուրբը կարևորեց, որ պատմության թանգարանի հազարավոր այցելուներ այժմ կծանոթանան Քրիստոնյա Հայաստանի ժառանգությանը։ Այս տարի թանգարանը նշում է իր հիմնադրման 104-ամյակը։ 1919 թվականի սեպտեմբերի 9-ին էր, որ Առաջին Հանրապետության պարլամենտը որոշում կայացրեց հիմնել ազգային թանգարան։ Եվ ամեն տարի մենք փորձում ենք այս խորհրդանշական օրվա հետ կապված մի մշակութային կարևոր նորությամբ մեր հանրությանը նոր հնարավորություններ ապահովել, նորություններով հանդես գալ եւ այս տարի 300-ից ավելի նմուշներ են, մոտ կեսը առաջին անգամ են դրվում ի ցույց։ Հնարավորություն կա բացահայտելու նշված ժամանակաշրջանի հոգևոր, նյութական, մշակութային ժառանգության տարբեր կողմեր։ Ցուցահանդեսի պաստառին հին դվինի կենտրոնական թաղամասերից Պեղավայրի հին շերտից հայտնաբերված հսկա խաչն է։ Ժամանակին հուշասյան վրա են դրվել քարե մեծ խաչերը, հետո վաղ շրջանին հատուկ այդ երևույթը վերացել է։ Դվինից պեղված բազմաթիվ նոր ու բացառիկ ցուցանմուշներ առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։ Մինչ այդ ցուցադրվել է մայրաքաղաք դվինը ավելի ուշ զարգացած միջնադարում։ 5-7-րդ դարերում դվինը մի առանձնատուկ ծաղկում է ապրում, որտեղ այնտեղ էր գտնվում կաթողիկոսական պալատը, դա դառնում է նստավայր, այնպես որ մենք ցույց ենք տալիս, որ դվինը ինչ ծաղկում է ունեցել, հատկապես 5-7-րդ դարերում դուք կտեսնեք, կհամոզվեք, ես կարծում եմ, որ ձեզ համար հայտնություն կլինի։ Նախկինում վաղ միջնադարը ներկայացված է եղել ոչ ամբողջական, օրինակ, որպես ակնհայտորեն քրիստոնեական մշակույթի դրսևորում ցուցադրվել են քառանիստ կոթողները։ Այժմ ցուցադրությունը հագեցած է նաև հնագիտական այլ արժեքներով, ինչպես է ժողովուրդն ապրել, ինչից է օգտվել առօրյայում, կենցաղում ինչ իրեր է օգտագործել։ Ներկայացված են թանգարանի պահոցի այդ շրջանին վերաբերող ամենահին իրերը։ Ագաթ Թանգեղոսի մոտ անգամ հիշատակություն կա, որ երբ որ ռիփսիմյան կույսերը հալածվում են եւ փախչում են Հայաստան, վաղաշաբաթում հաստատվելով իրենք հենց ապակեգործությամբ են զբաղվել եւ մենք առաջին անգամ փաստորեն այդ նմուշները ցուցադրում ենք։ Դուք կտեսնեք նաեւ այն շքեղ խեցեղենը, որ մենք ցուցադրում ենք։ Ինչ խոսք, մեր թանգարանը բավականին հարուստ է նաև հենց քրիստոնեական վաղ շրջանի մշակույթը ներկայացնելու հնարավորությամբ։ Այս քառակող կոթողները, որ դուք այստեղ տեսնում եք, ես սովորաբար անվանում եմ վաղ միջնադարի կամ վաղ քրիստոնեության հանրագիտարան, որովհետև այդ պատկերագրության հարստությունը, որ մենք տեսնում ենք քառակող կոթողների վրա, իհարկե շատ քիչ ժողովուրդներ կան, որոնք կարող են այդպես հպարտանալ 6-7-րդ դարերի, 5-7-րդ դարերի նման հարուստ պատկերագրությամբ։ Տարբեր չափերի նշանակության առարկաները 4-ից 9-րդ դարերի ինքնատիպ մշակույթ են բացահայտում՝ արհեստներ, արվեստ, կարևոր իրադարձություններ, նշանավոր կառույցներ, ժամանակագրական մի մեծ ու բացառիկ շրջան է բացվում։ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի որոշմամբ հիմնված թանգարանը բացվել է խորհրդային շրջանում 1921 թվականին, թե այն ժամանակ թե հիմա համազգային նշանակության մշակութային կենտրոն է։ Պահպանում է շուրջ 400,000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու, ներկայացնում է Հայաստանի մշակույթի եւ պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։ Եղել են ժամանակավոր ցուցահանդեսներ նման խորագրով, որովհետև մեր թանգարանում ունենք շատ կոթողային նմուշներ այս շրջանի վերաբերյալ, բայց անցած տարվանից մենք որդեգրեցինք մի մոտեցում, որ այս տարբեր խոշոր պատմական ժամանակաշրջանները նաև որոշակի թեմատիկ խորագրերով եւ ժամանակագրական բաժանումներով ներկայացնենք մեր հանրության, քանի որ այդպես ավելի հեշտ է տարբեր ժամանակներով ճամփորդելու այս process-ը, գործընթացը։ Այս առումով բնականաբար 4-րդ դարի սկիզբը հենց մշակութային կարևոր երևույթը հենց այդ շրջանի քրիստոնեության պաշտոնական ընդունումն էր, որպես պետական կրոն եւ նրանից հետո բխող
հայոց գրերի դրանից բխող նաև հայոց գրերի ստեղծումը եւ մի խոշոր մշակութային կարելի է ասել ժամանակաշրջան, շարժում, ժառանգություն, որը անշուշտ հաղորդագրության ձևով են մեզ նաև այսօր անհրաժեշտ։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։